Փառք Տիրոջը եղբայրներ քույրեր ջան, Աստված օրհնի ձեզ, Տիրոջ անունը փառավորվի, մեր սրտերը լեցնի իր ներկայությունով, իր սիրով ու լինենք պտղաբեր Տիրոջ առաջ սիրելիներ։ Իմ սրտում կա այսօր մի փոքր խոսելու, սիրելի եղբայրներ քույրեր ջան, թե ինչքան թանկ է ինձ համար Աստծո ներկայությունը եւ նրա խոսքը, ինչքան կարեւոր է իմ կյանքում։ Եվ ես կուզեմ կարդամ որպես նախաբան Առաջի թուղթ Հովանու առաջի գլուխ երկրորդ խոսքից։ Առաջի Հովանու առաջի գլուխ երկրորդ խոսքից։ Եվ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորը քովեր ու մեզի հայտնվեցավ։ Այն որ տեսանք ու լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսզի դուք էլ մեզի հաղորդակից ըլլաք։ Մեր հաղորդակցությունը հորը հետ է ու իր որդին Հիսուս Քրիստոսին հետ։ Այս բաները կգրենք ձեզի, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Փառք Հիսուսին, սիրելիներ, առաքյալը գրում է այն մասին, որ կյանքը հայտնվեցավ, մենք տեսանք, լսեցինք ու խոսում այն մասին, որ տեսանք, լսեցինք, ձեզի կպատմենք, ասում է, որ դուք ալ մեզի հետ հաղորդակցություն ունենաք։ Այսինքն առաքյալը խոսում է, որ ժողովուրդը իրանց հետ հաղորդակցություն ունենան, որպեսզի այդ կյանքը տեսնեն, սիրելիներ, որովհետև այդ մարդիկ կյանքի հետ հաղորդ էին։ Եվ շարունակության մեջ ասում է, որպեսզի դուք ալ մեզի հետ հաղորդակից ըլլաք, մեր հաղորդակցությունը հորը հետ է ու իր որդու Հիսուս Քրիստոսին հետ։ Այսօր սիրելի եղբայրս, քույրս, իմ հաղորդակցությունը արդյոք Հիսուս Քրիստոսի հետ ինչ վիճակում է գտնվում։ Ու ես առանձնացրել եմ 3 կետեր, որ Աստծո ներկայությունը, Աստծո խոսքը ինչքան թանկ է իմ կյանքում ու 3 կետեր, որ դրանք պահպանեմ, սիրելիներ, երկյուղը, սրբությունը եւ խղճմտանքը։ Այս 3-ը պետքա լինի, որ այս հաղորդակցությունը, Աստծո խոսքը իմ մեջ աճի ու մեծանա։ Հիմի տեսեք առաքյալը Առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 3-րդ խոսքից ինչ է ասում։ Ասում է Առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Ասում է վասնզի ասիկա է Աստծո սերը, որ անոր պատվիրանքները պահենք եւ անոր պատվիրանքները ծանր բան մչեն։ Ասիկա է Աստծո սերը, որ անոր պատվիրանքները պահեն։ Այսինքն սիրելիներ, առաքյալը այնպես էր սիրում Հիսուս Քրիստոսին, այնպես էր բարձր գնահատում նրա խոսքը, այնպես հաղորդակցություն ուներ Քրիստոսի հետ, որ գրում ասում է նրա պատվիրանքները ծանր բան մչեն։ Բայց այսօր մենք ինչ ենք ասում։ Շատերս գալով եկեղեցի, աշխարհն էլ չէ, որ լսում է Աստծո խոսքը ինչ է ասում, ասում է Աստծո պատվիրանքները ինչ ոչ մի բան չի կարելի, ամեն բանից Աստված արգելել է, ամեն բանից զրկել է, ամեն բանից կտրել է, ոչ մի բան չեն կարող անենք, ոչ մի մարմնի հաճույք, ոչ մի բան չեն կարող անենք, բայց Աստված, սիրելիներ, մեզ չի զրկե, մեզ չի կտրե, Աստված մեզ ազատ կամք է տվե։ Աստված մեզ հնարավորություն է տվե, ասելով ահա ձեր առջև դնում եմ կյանքն ու մահը, անեստորտությունը, բարին եւ չարը, կյանքը ընտրի, որ ապրես։ Հիմի առաքյալը այդ կյանքի հետ հաղորդ լինելով, ասում է ես այս կյանքի հետ հաղորդ եմ, ձեր հաղորդակցությունն եք ուզեմ մեր հետ լինի, որ դուք տեսնեք, որ մենք այդ կյանքի հետ հաղորդ ենք, որպեսզի դուք էլ կյանքի հետ հաղորդ լինեք։ Ու այդ կյանքը առաքյալի ներսը գալով, Աստծո պատվիրանը, Աստծո խոսքը նրա համար ծանր բան չէր, սիրելի եղբայրներ, քույրեր, հապա նա սիրով պահում էր Աստծո խոսքը, Աստծո պատվիրանը ու Տիրոջ հետ ներկայության մեջ հաղորդ էր, սիրելիներ, եւ մենք ոնց պիտի ապրենք, որ այս ներկայությունը մեր կյանքից չբացակայի, ոնց պետքա ապրեմ ես, որ Աստծո ներկայության մեջ աճեմ ու Քրիստոս կյանքը վայելեմ։ Առաջի բանը, սիրելիներ, որ կա իմ սրտում խոսել, դա Աստծո երկյուղն է։ Աստծո երկյուղը Ռուստամ եղբայրը կարդաց չէ Սաղմոս 19:6-ը Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Այո, Աստծո վախը սուրբ է, ով որ Աստծո վախով, Աստծո վախի մեջ ապրում է, նա հավիտյան մնում է։ Եվ առաջի օրինակը, որ կուզեմ խոսել Տիրոջ երկյուղի մասին, որ ուներ դա Աբրահամն է։ Ծննդոց 22-րդ գլխի մեջ մենք շատերս գիտենք այս հատվածը, երբ որ Աստված պատվիրում է Աբրահամին, որ իր մեկ հատիկ որդին Իսահակը խոստումի որդին, որ տանի Մորիայի լեռան վրա եւ զոհաբերի։ Սիրելիներ, ես շատ անգամ, երբ որ կարդում էի այս հատվածը, ասում էի, Տեր ջան, երբ որ ես լինեի Աբրահամի փոխարեն,
կարող է մտածեի ու ասեի Տեր, դե սա դու չես խոսում։ Սա քո ձայնը չի, ինչի համար, որովհետև ինչպես կարող է Աստված Աբրահամին մարդուն ասի տար քո մեկ հատիկ որդուդ զոհաբերի։ Հələ մտածենք եղբայրներ քույրեր, տար քո մեկ հատիկ որդուդ, որ 99 տարեկանում, 100 տարեկանում ունեցել ես, այդքան սպասել ես, հիմի տար Իսահակին ու զոհ արա Մորիայի լեռան վրա։ Բայց մենք կարդում ենք, ավելի լավ կարդամ, նոր խոսենք մի քիչ էլ, Ծննդոց 22 առաջի խոսքը։ Այս բաներեն ետքը Աստված փորձեց Աբրահամը, տեսեք գրվածա փորձեց Աբրահամը, ու սավ անոր, ով Աբրահամ, եւ անիկա ըսավ, ահա հոս եմ, Աստված ըսավ, հիմի քո սիրած մեկ հատիկ որդիդ Իսահակը առ ու Մորիայի երկիրը գնա եւ հոն զանիկա ողջակեզ ըրե լեռներեն մեկուն վրա, որ ես քեզի պիտի ցուցնեմ։ Տար ողջակեզ արա։ Եվ Աբրահամը ինչ անում, ասма Աբրահամը արթուն կանուխ ելավ, իր իշուն համետը դրավ եւ իրան հետ երկու ծառա ու Իսահակ որդին առավ եւ ողջակեզի համար փայտը ճեղքեց ու ելավ գնաց այնտեղը, որ Աստված իրան ըսավ։ Սիրելիներ, Աբրահամը վերցրեց իր որդուն եւ անգամ իր կնոջը չասեց։ Անգամ Սառային չասեց, գիտես, Աստված ինձ հետ խոսել է ու ինձի պատվեր տվել, որ մեր մեկ հատիկ որդին տանենք զոհենք։ Ինչի համար չասեց Աբրահամը Սառային։ Ինչի համար չասեց, որովհետև Սառան մայր էր, սիրելիներ։ Սառան որ լսեր, կասեր ես ինչ ես անում Աբրահամ։ Հնարավոր է ներողություն այս խոսքի համար, խելքդ գցել ես, ես ինչ ես անում, ինչպես Աստված քեզ նման բան կպատվիրեր, ինչպես ես էի մտածում, բայց Աբրահամը ճանաչողություն ուներ։ Աբրահամը Աստծո խոսքը լսել էր ու ճանաչում էր։ Նա իր որդուն վերցրեց եւ անգամ գրված է ծառաներին չասեց։ Վերցրեց Իսահակի վրա ողջակեզի փայտերը դրեց, որը նաև իր մեջ խորհուրդ ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ինչպես մեր Հայր Աստվածը իր միածին որդուն զոհեց մեզի համար, սիրելիներ, Իսահակն էլ խորհրդապատկերն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի, ինչպես Հիսուս Տեր խաչուհուսին բարձանում Գողգոթայի լեռը մեզ համար խաչվելու, մեր մեղքերի համար, սիրելիներ, մահանալու, նույնպես Իսահակը այդ փայտերը իրա վրա բարձանում էր Մորիայի լեռը, եւ ինչ կատարվեց, երբ որ Աբրահամը որդուն պարկացրել էր այդ սեղանի վրա, որ զոհեր, 12 խոսքում Աստծո հրեշտակը այսպես է ասում. ասма հրեշտակը ըսավ, տղուն ձեռք մի դպցներ եւ անոր բան միներ, քանզի հիմա գիտցա, թե Աստուծո կվախտնաս, որովհետեւ քո մեկ հատիկ որդիդ ինձ մեջ խնայեցիր։ Հարց եմ ուզում տալ, սիրելիներ, ինձ եւ ձեզ, ինչի համար Աբրահամը վախեցավ։ Ինչի համար Աստծո հրեշտակը Աբրահամին ասեց, հիմա գիտցա, որ ինձ մեկը վախենաս։ Միթե Աբրահամը վախեցավ, որ կարող Աստված իրան զարկեր այդտեղ, Աբրահամը մահանար։ Միթե Աբրահամը վախեցավ, որ իր կյանքի տարիները կպակասեր, սիրելիներ, ինչի համար Աբրահամը վախեցավ։ Աբրահամը վախեցավ, որ Աստծո ներկայությունը Աստծո խոսքից դուրս ոչ մի բան չանի։ Ահա ինչքան էր կարևորում Աբրահամը Հիսուս Աստծո ներկայությունը, Տիրոջ հետ հաղորդակցությունը, որ Աստծո խոսքը անգամ իր մեկ հատիկ որդուն վերաբերվելով տարավ որպիսի զոհի։ Եվ տեսեք Առակաց գրքի 13-րդ գլուխ 13 խոսքում ինչ է ասում, Առակաց 13:13-ում, այսպես է ասում Աստծո խոսքը, սա Սողոմոն իմաստունն է գրել, 13:13-ը, ասում է խոսքը արհամարողը պիտի կորսվի, բայց պատվիրանքեն վարձողը վարձք պիտի առնե։ Խոսքը արհամարողը պիտի կորսվի, բայց պատվիրանքեն վարձողը վարձ պիտի առնի։ Դրա համար, սիրելիներ, երբ որ Աստված այցելում է նաև Իսահակին, երազի մեջ, թե տեսիլքի մեջ 26-րդ գլխի մեջ է գրված, այսպիսի խոսքեր ասում Աբրահամի համար, 26:5, ասում է վասնզի Աբրահամ իմ ձայնից ականջ դրավ եւ իմ հրամաններս ու պատվիրանքներս, իմ կանոններս ու օրենքներս պահեց։ Իմ պատվիրանքներս ու կանոններս, բայց մենք գիտենք, որ այդ ժամանակ դեռ Մովսեսի օրենքը տրված չէր, բայց Աբրահամը այդ երկյուղը ունենալով, այդ սերը ունենալով Աստծո նկատմամբ ապրում էր երկյուղած կյանք, սիրելի եղբայրս, քույրս։ Այսօր ես ինչպես եմ ապրում, ես ինչքան եմ գնահատում Աստծո ներկայությունը ու Աստծո խոսքի արժեքը իմ սրտի մեջ։ Եվ Աստված ինչ էր պատվիրում Իսրայել ժողովրդին։ Տեսեք, Եսայի մարգարեության մեջ այսպես է գրված, Եսայի մարգարեություն 8-րդ գլուխ 13 խոսքից, Եսայի 8:13-ից,
ասում է միայն զորքերու Տերը փառավորեցեք, անիկա ըլլա ձեր վախը եւ ձեր զարուրանքը։ Եվ անիկա ձեզի սրբարան պիտի լա, բայց Իսրայելի երկու տուներուն գայթակղության քար եւ գլորման վեմ ու Երուսաղեմի բնակիչներուն թակարդ ու որոգայթ պիտի լա։ Միայն զորքերու Տերը փառավորեցեք, անիկա ըլլա ձեր վախտ ու զարուրանքը։ Մի քիչ վերև էստեղ է որ կարդանք, Իսրայել ժողովուրդը կարծես վախենում է, ասма դավադրությունն է, կգան հիմա Երուսաղեմը կգրավեն, բայց Աստծո խոսքը մարգարեի միջոցով ուղում ասма դու մի վախեցի։ Մի վախեցի այդ ազգերից, մի վախեցի պատերազմներից, ժանտամահերից, ամեն բաներից, քո վախտ ու զարուրանքը Աստվածը լինի, ու Աստված քեզի սրբարան պիտի լինի։ Սիրելիներ, նույնն էլ մեզ է պատվիրում, երբ որ Աստված Իսրայել ժողովրդին դուրս բերեց, ինչ ասեց, Աստված քեզանից պատվիրում է, ով Իսրայել, որպեսզի քո Տեր Աստծուց ինչ անես, վախենաս։ Ահա այս վախը, սիրելիներ, ոչ թե վախ է, ասենք երեխան կարա չէ ծնողից վախենա, որ իրան կարա զրկի, կարա իր ուզած բանը չտա կամ գումար չտա կամ հեռախոս չգնի, բայց երբ որ երեխան մեծացավ, հասունացավ, չափահաս դարձավ, արդեն ինքը իրան կարա այդ ամեն ինչը գնի, էլ ծնողից չի վախենա։ Բայց սիրելիներ, երեխան եթե ծնողին չհարգեց, չպատվեց, եթե երեխայի համար ծնողի խոսքը արժեք չունեցավ, այդ երեխան որ մեծանա, այսօր շատ ծնողներ կան, ովքեր ծերանոցներում են, այսօր շատ ծնողներ կան, ովքեր անտեսված են, սիրելիներ, այդ վիճակում կլինի այդ ծնողը։ Դրա համար մենք, սիրելի եղբայրս, քույրս, անգամ ոչ թե պետքա վախենանք, որ ես կգնամ դժոխք, որ Աստծո խոսքը չպահեմ, ես պետքա վախ ու երկյուղ ունենամ, որ Աստծո ներկայությունը իմ կյանքում կկորցնեմ։ Եվ երկրորդ օրինակը, որ կուզեմ բերել նույն Եսայի մարգարեության 11-րդ գլխի մեջ է գրված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսում մարգարեն, երկրորդ խոսքից կկարդամ։ Ու ասում է անոր վրա պիտի հանգչի Տիրոջը հոգին, այսինքն Հիսուս Քրիստոսի, երբ որ պետքա գար երկրի վրա, իմաստության ու հանճարի հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության եւ Աստծո վախի հոգին, տեսակ սիրելիներ, գիտության եւ Աստծո վախի հոգին, եւ ինչպես էր ապրում Հիսուսը երկրի վրա։ Մաղաքիա մարգարեն այսպես է գրում, Մաղաքիա մարգարեություն առաջի գլուխ 6-րդ խոսքն է, սա վերջի մարգարեությունն է, սիրելիներ, մարգարեության գիրքն է ավելի ճիշտ, որ գրված է Մաղաքիա 1:6-ը։ Ասում է տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ կնե, եթե ես հայր եմ, իմ պատիվը սուր է, եթե Տեր եմ, իմ վախը սուր է, կսե ձեզի զորքերու Տերը, ով քահանաներ, որ իմ անունս կանարգեք, եւ դուք կսեք քո անունդ ինչ բանով անարգեցինք։ Ու խոսում է Աստծո ժողովրդին, քահանաներին, ասում է տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ անում, բայց եթե ես հայր եմ, իմ պատիվը սուր է, իմ վախը սուր է։ Եվ Հիսուս Քրիստոսը, սիրելիներ, ինչպես էր ապրում երկրի վրա։ Հոր կամքն էր կատարում, հորն էր փառավորում։ Ես այս վերջերս որ կարդում էի Հովանու ավետարանը, այս խոսքերի վրա ուշադրություն դարձրեցի, թեպետ շատ էի կարդացել։ Հովանու ավետարան 14-րդ գլուխ 31 խոսքում այսպես է ասում, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Հովանու 14:31-ը։ Ասում է միայն թե աշխարհը գիտնա, որ ես հայրը կսիրեմ, ու ինչպես հայրը ինձի պատվիրեց, այնպես կնեմ։ Միայն թե աշխարհը գիտնա, Հիսուս Քրիստոս այսպես էր ապրում, սիրելիներ, որ աշխարհը իմանա, որ ինքը հորը սիրում է ու ինչպես հայրը պատվիրում է, այնպես է անում։ Այսօր հերթը իմն ու քոնն է, Հիսուս Քրիստոսը մեզի օրինակ թողեց, Աստծո ծառաները մեզի օրինակ թողեցին, մարգարեները, առաքյալները, որ ինչպես իրանք այդ պատվերը առան ու քայլեցին, նմանապես մենք քայլենք, սիրելիներ։ Եվ երրորդը երկյուղի մասին Հոբն էր, սիրելի եղբայրս, քույրս, որ նույնպես իմ սրտի մեջ այս խոսքերը կարծես գրված լինեն։ Երբ որ Աստծո որդիները գրված է, Հոբի Աստծո մոտ հավաքվել էին, նաև սատանան էր եկել։ Դա գրված է Հոբի առաջի գլխի մեջ։ Հոբ առաջի գլուխ 8-րդ խոսքից։ Ու Տերը սատանային ասում է, մի քիչ վերևից ժամանակի բերումով չեմ կարդում։ Ասում է Տերը ասավ սատանային. իմ Հոբ ծառայիս, աղեք ուշադրություն ըրիր, երկրի վրա անոր պես կատարյալ եւ արդար, աստվածավախ ու չարությունը ետ քաշվող մարդ չկա։ Իմ Հոբ ծառայիս ուշադրություն արեցիր։ Այսօր սիրելիներ, երբ որ Աստված մեզ նայում է, ինչ ասում արդյոք։ Ինձի որ նայում է, ինչ ասում։
քո համար, որ նայում ա քեզ ինչ է ասում սիրելիներ, ասում ա իմ հոբ ծառայիս աղեք ուշադրություն արեցիր, նրա պես կատարյալ, աստվածավախ, չարությունից հետ քաշվող մարդ երկրի վրա չկա, ամբողջ երկրի վրա հոբը սիրելիներ յուրահատուկ էր, որովհետև հոբը Աստծո խոսքը, Աստծո ներկայությունը, Աստծո այդ հաղորդակցությունը ավելի թանկ էր գնահատում, եւ նույն բանը խոսում է նաեւ երկրորդ գլխի մեջ, նույնը կրկնելով, որ արդեն հոբի երեխաները, հոբի ունեցվածքը չկան, նորից սատանան գալի կանգնում է ու Աստված ասում է, Տերը սատանային ասավ, իմ հոբ ծառայիս աղեք ուշադրություն ըրիր, երկրի վրա անոր պես կատարյալ, արդար, աստվածավախ, չարությունից հետ քաշվող մեկը չկա։ Անիկա տակավին իր կատարելության մեջ հաստատ է, թեև ասում է դու ինձի համոզեցիր, որ զանիկա կորցնեմ։ Իր կատարելության մեջ հաստատ էր, 10 զավակները չկար, ունեցվածքը չկար, սիրելիներ, բայց հոբը Աստծուն չէր հայոյում, ինչպես սատանան էր ասում, ինչպես սատանան Աստծուն փորձում էր համոզել, ասելով հլը հոբին կպի, տես քեզ ինչպես է հայոյում, ու նաև հոբի կինը եկավ, ու ինչ ասեց, անոր կինը անոր ասավ 9-րդ խոսքում, դուն տակավին քո կատարելության մեջ հաստատ կկենաս, կինն էլ տեսավ, որ իր ամուսինը այդ կատարելության մեջ հաստատ էր, որովհետև հոբը Աստծուց երկյուղ ուներ։ Սիրելիներ, մենք այս վերջերս խոսում էինք եղբայրներով եւ եղբայրն է մի համար ասեց Մերոնիկ եղբայրը, որը ես էլ էի գրել, ինչ էր ասում հոբը, ասում էր ես իմ աչքերի հետ ուխտ արեցի, որ կույսին ուրիշ աչքով չնայեմ։ Հոբ 31 առաջի խոսքն է։ Ես իմ աչքերի հետ ուխտ արեցի, որ կույսին ուրիշ աչքերով չնայեմ։ Ահա Տիրոջ երկյուղը, սիրելի եղբայրս, քույրս։ Ահա այն երկյուղը, այն սրբությունը, այն կյանքը, որ Աստծո զավակների մեջ կար, որ Աստծո զավակները ապրում էին, որ Աստծո ներկայության մեջ հաղորդ լինեին, սիրելիներ։ Եվ եթե երկյուղը կա, սրբությունն էլ պետք է լինի։ Եթե երկյուղը կա, չի կարա Աստծո զավակը սրբության կյանք չապրի, սիրելիներ։ Ինչ է ասում Պետրոս առաքյալը, 2 Պետրոս առաջի գլուխ 10-րդ խոսքը, ասում է ձեր կոչումն ու ընտրությունը հաստատ պահեք։ Մենք ինչի ենք կանչված, սիրելիներ, ինչ ենք կոչվում։ Մենք Աստծո որդիներ ենք կոչվում, իսկ Աստծո որդիները ինչի են կանչված։ Առաքյալը գրում է Հռոմայացիս առաջի գլուխ 7-րդ խոսքում, ասում է Հռոմի մեջ բնակածներդ դուք սուրբ հլալու կանչվածներդ, սուրբ հլալու կանչվածներդ, այսինքն Աստծո որդին կանչվել է, որպեսզի սուրբ կյանք ապրի։ Նաև առաջի Կորինթացիների առաջի գլխի մեջ էլ ասում, նույն խոսքերը ասում է Կորինթոսի եկեղեցում։ Աստված իր եկեղեցին առանձնացրեց այս աշխարհից, սիրելիներ, որպեսզի աշխարհը տեսնի, որ Աստծո եկեղեցին նման չի մյուսներին, որ Աստծո եկեղեցին ապրում է արդար, երկյուղած եւ սրբության կյանք։ Երկ Երկոս 4-րդ գլուխ 12 խոսքում այսպես է ասում, սիրելիներ, Երկ Երկոս 4-րդ գլուխ 12 խոսքը, որը վերաբերվում է եկեղեցու մասին, ասում է իմ հարս քույրս փակյալ պարտեզ մնե, փակյալ աղբյուր ու կնքված աղբյուրակմը, իմ հարս քույրս փակյալ պարտեզը, այսինքն Աստված փակել է ցանկով հարս քրոջը եկեղեցուն, սիրելիներ, կնքված աղբյուրակա, որ բոլորը տեսնեն այս հարս եկեղեցու կյանքը ու փառավորեն Քրիստոսին, ինչպես Հիսուս Քրիստոսն էր ասում, տեսնելով ձեր գործերը փառավորեն Հայրը, որ երկինքն է։ Բայց առաքյալը, Պողոս առաքյալը մի վախ կար նրա սրտում, գիտեք, 2 Կորինթացիս 11-րդ գլխի մեջ ասում է ես ձեզի որպես կույս Քրիստոսի հետ նշանեցի, 2 Կորինթացիս 11-րդ գլխի մեջ է, բայց ասում է կվախենամ, մտավախությունը որն էր, որ ինչպես օձը խաբեց Եվան, նույնպես է ձեզի խաբեն, ով խաբի, սուտ վարդապետները, սուտ առաքյալները, սիրելիներ, այսինքն կեղծավորները, ովքեր գալիս են գառան դեմքով, բայց ներսից ինչ են հափշտակող գայլեր են, ոնց որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր ասում։ Առաքյալի մտավախությունը սա էր, ու այս մտավախությունը այսօր կա։ Շատերը նայում են իրանց կողքերին, նայում են հարեմվանություններին, բայց Աստծո խոսքը ասում էր Մովսեսին, ասում էր, երբ որ դուրս գաք Եգիպտոսից, ու այն ճանապարհը, որ գնաք, աջ կամ ձախ կողմը մի խոտորվեք, ու այն ճանապարհով գնացեք, որը որ ես ձեզի կասեմ, բայց շատերս նայում են կողքին, բայց եկեղեցին ոնց է, բայն եկեղեցին ոնց է, մենք գործ չունենք ոչ մեկի հետ, ոչ մեկի ոչ դատում ենք սիրելիներ, ոչ դնում ենք, ոչ վերցնում ենք, մենք ունենք մեկ ուղեցույց,
Պողոս առաքյալը խոսում էր, ասում էր, եթե մենք կամ երկնքից մի հատ հրեշտակ իջնի եւ ուրիշ ավետարան քարոզի, որ մեզանից չեք առե, ինչ լինի, նզովյալ լինի, եղբայրներ, քույրեր։ Եթե մենք, այսինքն առաքյալը իրանց անձն էր դնում այդտեղ, որ էսա ավետարանը, սա է ճշմարտությունը, ուրիշ ավետարան չկա։ Եթե ուզում ես քայլես, հասնես երկինք, աջ ու ձախ մի նայի, սիրելիներ, ես շատ բաներ եմ տեսնում իմ կողքը, հավատում եմ դուք էլ եք տեսնում ձեր կողքերը, բայց սա է ճանապարհը։ Պետրոս առաքյալ ասում էր, ձեզ կանչող սուրբի պես դուք էլ սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքներովը, առաջի Պետրոս 1:15, ձեր բոլոր վարմունքներովը, ոչ թե 2 ժամ գամ, եկեղեցի նստեմ, քարոզ լսեմ, թողեմ գնամ, ասեմ դե լավ էր, լսեցի, օրհնվա, երգեցի, փառավորեցի, հետո գնամ ինչ կյանք ուզենամ ապրեմ, ոչ սիրելի եղբայրս, քույրս, ձեր բոլոր վարմունքներովը, մեկը կա որ նայում է, մի եղբայր կար, որ ինձ հետ խոսում էր խոսք, ես դեռ չէի ապաշխարում այդ ժամանակ, եղբայրը մի օրինակ բերեց ինձ, ասեց Գևորգ ջան, քեզի սա ասում եմ, հետագայում քո կյանքին պետք կգա Աստծո խոսքի վերաբերյալ շատ համարներ, ասեց ու այս օրինակը բերեց, ասեց ես աշխատում էի վարորդ, ինքը Հայաստանում էր, ու ասեց իմ տնօրենի կինն էր, ոնց որ այդ օրը տնօրենը խնդրեց, որ իր կնոջը տեղափոխեմ, ու ասեցի խնդիր չկա, դե ինքը վարորդ էր, ասма կնոջը վերցրեցի, որ գնանք, ու ասма ճանապարհին, ոնց որ ասես միտեղ կանգնենք, մի կտոր հաց ուտենք, ու ասma ազգում եմ, դե եղբայրն է աշխարհի մարդ ա եղել, աշխարհի կյանքով ապրած, ու ասma ազգում եմ, որ սկսում է ոնց որ ուրիշ բաներ էլի առաջարկել, ու ասma գնացին, կանգնեցինք, այնտեղ ներքև ասma, սենց գետի նման, սենց անտառի նման տեղ կար, բա գնանք այդտեղ մի քիչ ասma նստենք, բան, ու ասma ես իրան նայեցի, ասեցի գիտես Քույրիկ ջան, ես հասկանում եմ քո խորհուրդը, թե դու ինչ ես ասում, բայց ես այդ մարդը չեմ, ես հավատացյալ եմ, ասում հա դե ինչ ա եղել, ոչինչ, խոսում ենք դա ամուսնացած կին ա, ու ասում ասեց, ստեղ ոչ մեկ չկա, ասում ասեցի ստեղ ոչ մեկ չկա, բայց կա մեկը, որ երկնքում ամեն բան տեսնում ա, կա մեկը, որ նայում ա հիմի, կա մեկը, որ ներկա ա, ես կարողա դուրս գամ ինչ-որ բաներ անեմ, նայեմ քուր եղբայրներ չլինեն, բայց կա մեկը, սիրելիներ, որ ներկա ա, Հովսեփը ոչ տեսախցիկներ կար, ոչ մարդ կար, բայց ով կար, Աստված ներկա էր, Ծննդոց 39 գլխի մեջ, չէ, Հովսեփը երբ որ պետապրեսի կինը եկավ, ասեց ինձի հետ պարկի, ինչ արեց, վերարկուն թողեց ու փախավ, ասեց ինչպես էս բանը անեմ ու Աստծո առաջ չարություն անեմ, ինչպես այդ երկյուղացություն, այս սա է կյանքը, սիրելիներ, այս սրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ այս հաղորդակցությունը, կապը, եթե կտրվում է, երկյուղն էլ է գնում, սրբությունն էլ է գնում, եւ երրորդ կետը խղճմտանքն է, մեր խղճմտանքն էլ է խանձվում, երբ որ մեղքը մնալով մարդու կյանքի մեջ երկար, Եսայի 59:2-ում ասում է, ձեր ու ձեր Աստծո միջև բաժանող ձգողը ձեր անօրինություններն է։ Մեր անօրինություններն է Աստծո միջև բաժանող ձգողը, երբ որ մեղքը մարդու կյանքում երկար է մնում, խղճմտանքը խանձվում է, սիրելիներ։ Ոնց է, չէ, ես միտեղ մի օր կարդում եմ, ասում է տակ արթուկը, որ կպնում է մարդու մաշկին, շատ խիստ այրում է, բայց հետո ասում եմ մի փոքր մնալով, ինչ-որ նյարդային օրգաններ կա, չէ, տենց բաներ կա, ասում եմ հենց այդ նյարդային բաները վառվում է մարդու մաշկի վրա, էլ ասում է այդ ցավը տես չի զգում, ու գնալով այդ ցավը չի զգում, նույնն էլ մեղքն է, մեղքը մարդու կյանքում որ մնում է, գնալով սիրելիներ այդ մարդը, այդ խղճմտանքն էլ է խանձվում, խղճմտանքն էլ է մեռնում ու չի զգում, ինչպես եղավ Դավիթինը, Դավիթի կյանքում ինչ եղավ, հաղորդակցությունը կորավ, երկրորդ Թագավորաց 11-րդ գլուխը մեզի քաչ հայտի տեղ է, հաղորդակցությունը կորավ, երկյուղը կորավ, սրբությունը կորավ, խղճմտանքն էլ կորավ, ինչ արեց, պարկեց Բերսաբեի հետ, տեսավ որ ոչ մի բան չի լինում, Հովաբին ասեց ոչինչ, սպանի ասեց իրան, մի վախեցի, մի մտածի, սուրը մեկ աջ կողմն ա ուտում, մեջ ձախ կողմն ա ուտում, խղճմտանքն էլ խանձվեց, սիրելիներ, խղճմտանքն էլ իրան չէր արդեն հայտնում, որ եղբայր, բա դու ես ինչ ես անում, այսպես բան է մեղքը, այսօրն է գցում Դավիթի նման մարդու, բայց նաև միտեղ եկա գրված, նույն երկրորդ Թագավորաց 24:10, երբ որ Դավիթը մարդահամար է անում, գրված է, որ Դավիթի խիղճը իրան տանջեց։ Արդեն Դավիթը այդ կյանքը, այդ փորձառություն, թեպետ սխալվավ, թեպետ մեղք գործեց, գրված է, բայց Դավիթի խիղճը իրան նեղեց ու ասեց Տեր, մարդահամարը որ արեցի, մեղք գործեցի, սխալ արեցի։ Դրա համար սիրելիներ, մենք արթուն լինենք, ինչպես առաքյալն է ասում,
Եղբայրներ, քույրեր, Գործ առաքելոց 24:16-ի մեջ, որ ամեն ատեն ունենամ մաքուր խղճմտանք Աստծո եւ մարդկանց առաջ։ Սա փող կապակցված է։ Ես ուղակի ժամանակի բերումով արագ ասեցի տեղերը, եղբայրները կշարունակեն, սիրելիներ, սա փող կապակցված է։ Հաղորդակցությունը, երկյուղը, սրբությունը եւ խղճմտանքը։ Եթե սա թուլանա, իմ կյանքը, սիրելիներ, մեղքի կյանքը անպայման ինձի կբռնի ու գերության։ Ու ես չեմ էլ զգա, կմեռնեմ, կեթամ ու չեմ էլ ինչպես այսօր շատերը, ինչպես շատ օրինակներ ունենք Սուրբ գրքում։ Ես չեմ ուզում երկարացնեմ, սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ մեզ համար խաչվեց, մեզ համար իր կյանքը դրեց, մեզ համար իր այրունը թափեց, որպեսզի մեզ Աստծո հետ հաշտեցնի ու գրված է, եթե մենք այսօր իր այրունով Աստծո հետ հաշտվեցանք, Հռոմայեցիների 5:10-ն, եթե չեմ սխալվում, պետք է ապրենք նաև անոր կյանքով։ Պետք է ապրենք նաև անոր կյանքով, սիրելիներ։ Ուրիշ վարդապետություն, ուրիշ ավետարան, ուրիշ խոսք չկա։ Սա է եկեղեցու կյանքը։ Ու այն եկեղեցին, որ այս կյանքով ապրում է, ասում է եկուր Տեր Հիսուս, ասում է հարցը ինչ կասի, հարցը պատրաստ է, ասում է եկուր Տեր Հիսուս։ Թող Սուրբը ավելի սրբանա, սիրելիներ, անօրենություն գործող ասում էլ ավելի անօրենություն գործի։ Մեր կողմն է ավելի սրբանալը, կանք աղոթքի, եթե մեկը ինչ-որ տեսնում է իրան այս վիճակի մեջ, ես անձամբ շատ կարիք ունեմ, խնդրենք, որ Տերը մաքրի սրբի ու մեր մեջ հաղորդակցությունը ավելանա Աստծո հետ։ Տիրոջ ողորմությամբ կշարունակեմ խոսքը, թող Աստված օգնական լինի, որ ամեն մեկիս ալ խոսքը ներգործի, որպեսզի մեր կյանքի մեջ շինություն տա։ Ուրեմն նախանցած անգամ խոսեցինք հաղորդակցության մասին, ճիշտ է, հիշում ենք ինչի մասին էր խոսքը։ Մարդկության անկումը որտեղից սկսեց, հիշում եք։ Եվան ինչ արեց, ինչից սկսավ, չէ։ Կերավ միրգը, չէ, հաղորդակցվավ ինքը սկզբից։ Հենց սկզբից սկսվավ այդ հաղորդակցությունը։ Ոնց որ Տերը սրտումս դրվել է, ուզում եմ նորից շարունակեմ այդ խոսքը, որովհետև այս անկումը, եթե ես չտեսնեմ այդ հաղորդակցությունը, քուրեր եղբայրներ ջան, այդ խնդիրը չտեսնեմ, ես չեմ բժշկվի սրանից։ Դրա համար կտրվել է պետ դրանից, եւ մենք բնությամբ ապականված ենք, հաղորդ ենք այդ մեղքի կյանքին, մեր բնությունով, արմատներով, ներսով, լրիվը դրան է տրված։ Հիմա հաղորդակցություն պետքա լինի Քրիստոս կյանքի հետ։ Այսօր ինձի քեզի, եթե ես, դες եղբայրը շեշտ է, չէ, խղճմտանքն է, մեղքի հետ բաժին է, այս ինչ որ կա երկյուղը, եթե ես Քրիստոս կյանքին հաղորդեմ, եթե թույլ չեմ տվել Սուրբ Հոգին աշխատի, ես իր հետ հաղորդ չեմ, ես ուրեմն մեղքի կյանքին եմ հաղորդ։ Ինչ խշմտանք, ինչ բան։ Այո, մարդը արմատանում է մեղքի կյանքի մեջ։ Մարդը փտած բնությունով ապրում է եւ դրա մեջ է մնում։ Դրա համար այսօր այդ հաղորդակցությունը, այդ ժամանակը, ասեցի անցած անգամ, չէ, այդ ժամանակը, այդ ընթացքը ես ինչի վրա եմ ծախսում, քուրեր եղբայրներ ջան։ Մարդը կարա մտովի ժամանակը տա, ոնց որ հաղորդակցվի սատանայի ասածին, սրտով, ներսով այդ սիստեմին հաղորդակցվի, գործողությամբ հաղորդակցվի այդ կյանքին։ Այս մարդը, այո, մարդը էս է։ Բայց Աստված ինձի քեզի չթողեց ապականված, իրա որդին ուղարկելով, Քրիստոս կյանքը ուղարկելով, ասում է վերցրա քո կյանքիդ մեջ, քո հոգուտ ներնաշխարը կապրես դու հավիտյանս հավիտենից։ Ով որ կհավատա, ով որ կընդունի Աստծո որդուն, Աստված սիրեց ինձի քեզի եւ տվեց իր որդու կյանքը։ Այսօր սա է պետք, որ որդու հետ, ավետարանի հետ հաղորդակցվեմ, որ փչացնի այն հին ադամականը, որ չբռնեմ այդ մեղքի կյանքը կայնեմ։ Դրա համար Աստված եկել է, որ ազատի ինձի դրանից, այդ մեղքից ազատի քուրեր եղբայրներ ջան։ Տեսեք Կորինթ 2 Կորինթացիս 13-13-ը, այսի աղոթքների վերջում հովիները ասում են, չէ, շատ անգամ այս խոսքը աղոթքի վերջում ասվում է, ասում է Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը, Սուրբ Հոգի հաղորդակցությունը ձեր ամենուն հետ լա ամեն։ Սուրբ Հոգու հաղորդակցությունը, եթե ես պատկերացրեք, ասում է ձիթենիի արմատին հաղորդ եղակ, ձիթենիի արմատին հաղորդ լինելը նշանակում է Քրիստոսի շնորհքին, հոր սիրուն եւ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, սա է նշանակում։ Եթե ես հաղորդ եմ, իմ կյանքս փոխվում է։ Եթե ես հաղորդ
եմ ավետարանին, իմ կյանքս փոխվում է, իմ կյանքս լուսավորվում է եւ ես հրաժարվում եմ կամավ մեղքի կյանքից, քուրեր եղբայրներ ջան։ Սա այս ընտրությունը ես ինքս պետք է անեմ, տեսնելով այս մեղքի բնությունը, դադարելով այս մեղքի կյանքից, ոնց որ Եվան չէ, դες մի հատ հակառակ բան չասեց, մի հատ թարս բան չասեց, մերժելով սա, հաղորդակցվելով Սուրբ Հոգու հետ, հաղորդակցվելով ավետարանի ճշմարտության հետ, այսի որ մտավ իմ մեջ, այսի որ մտավ իմ միտքիս վրա, մտածեցի, մտավ սրտիս ներքնաշխարը, ընդից կեթա հոգուս մեջ, այսի համարձակություն կունենամ մերժելու, որ ինձի պահել էր գերության մեջ, Աստված թող օգնական լինի։ Ուրեմն Եբրայեցիս, տեսեք, Եբրայեցիս կարդամ 12-ի, ուրեմն մեկից կարդալու եմ, քուրեր եղբայրներ ջան։ Եվ այս կյանքը Քրիստոս կյանքը ընդունելով, եթե ես ուզում եմ հավատքի մարդ դառնամ, եթե իմ մեջ գործ գնա, ես պետք է ընդունեմ, այո, Աստված սկսում է որ խրատել ինձի, սովորացնել որպես որդի։ Եթե այդ խրատը չկա, ես խորթ եմ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա ես ընդունել եմ, փրկվել եմ Քրիստոսին, Հիսուսին ընդունել եմ, նաև սկսում այդ խրատը իր Սուրբ Հոգին աշխատել ինձի վրա։ Ես ինչքանով եմ հաղորդակցում, ինչքանով եմ թույլ տալի, որ ինքը աշխատի իմ վրա։ Կարդամ, տեսեք ինչ լավ նկարագրում է։ Ասում է, ուստի մենք ալ որ չափ, ասում է, վկաներու բազմությամբ շրջապատված ենք, ամեն ծանրություն մեր վրա են մեկ դիձեքենք, եւ մեզ ջուրավ պաշարող մեղքը, որ այդ մեղքը մարդկության պաշարած էր ինձի քեզի, ասում է, համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը, Հիսուսին նայենք մեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։ Սա կարևոր բան է։ Խրատի մեջ նայում եմ հավատքի առաջնորդ եւ կատարողին։ Հենց աչու ձախ սկսեցի նայել, ընկնելու եմ։ Հենց աչու ձախ սկսեցի նայել, ընկնելու եմ, քուրեր եղբայրներ ջան։ Դրա համար ավետարանը ինձի քեզի ուղում է։ Եթե այդ ջուրավ պաշարող մեղքից ուզում եմ ազատվեմ, նայի հավատքի առաջնորդին եւ կատարողին, որի անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ ասում է, որ իր արչեւ կեցած ուրախության համար խաչը հանձնառավ, ամոթը արհամարեց եւ Աստծո աջ կողմը նստավ։ Արդ միտք բերեք զանիկա, որ այսպես համբերեց մեղավորներուն, դեմ հակառակ խոսելուն, որ չլա թե ձեր անձովը հոգնիկ ու թուլանաք, տակավին այրուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցաք մեղքին, մորցակ այն հորդորը, որ ձեզի հետ կխոսի, որպես թե որդիներու հետ, որցիակիմ, տիրոջ խրատը մի անարգեր, ու անկե հանդիմանելով մի թուլնար, վասնզի Տերը իր սիրածը կխրատե, եւ կծեծե ամեն մեկ որդի, որ կընդունի, Եթե խրատի համբերեք, Աստված ձեզի հետ որպես թե որդիներոդ պիտի վարվի, քանզի որ որդին է, որուն հայրը զինք չի պատժեր։ Իսկ եթե դուք առանց խրատի ըլլաք, որուն ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթեք, դուք ոչ թե ասում որդիներ։ Նաև մարմնավոր հայրերը, որ ձեզ կխրատեն, կպատկառինք, որ չափ ավելի պիտի հնազանդինք հոգինորուն հորը ու ապրինք, վասնզի անոն քիչ օրեր մեզի կխրատեն իրենց հաճո երևցածին պես, բայց խնդրում եմ ուշադիր եղեք, Աստված մեր օգտին համար, որպեսզի իր սրբությանը հաղորդակցինք։ Այսինքն ինչ տեղի ունեցավ, այդ խրատը տարավ սրբության կյանքին, այո։ Եթե այդ խրատը չլինի իմ գլխիս վրա, իմ վրա չլինի Աստծո Սուրբ Հոգու խրատը, այսի սրբության կյանքի ինձ չի տանում։ Բայց մեզի մի հատ խրատը գալիս է, մի հատ հարցը գալիս է, Աստված ջան, այս ինչ օտար բան է պատահե ինձի, ազատա ինձի։ Ոչ, եթե ես չեմ հնազանդվում ավետարանի խոսքին, այդ խրատին չեմ մտիկանում, ես սրբության կյանք չպետք է պահանջեմ։ Ես չպետք է ասեմ, ինչի չեմ փոխվում, որովհետև Աստծո խրատը, խոսքի խրատը չեմ թողել խանձված այնտեղ, ներսս խանձված է, դա չի թողում, թույլ չի տալի որ աշխատի, երբ որ մարդը դառնում է դրան, երբ որ թույլ է տալի, երբ որ բացում է իր սիրտը, խոսքը երբ որ մտավ այդ լույսը եկավ, ինձի այո խշմտանքս արթնացնելու է, քնած վիճակից արթնացնելու, ես այդ համարները անցած անգամ օրինակ բերեցի, չէ, ասում է արթնացի, այդ ասում է որ կքնանաս, մեռելներ են, Քրիստոս քեզի լույս պիտի տա։ Ես ուզում եմ Տերը ինձի լույս տա, այո, ես էսի երբ որ լուսավորում է, մարդը տենում է այդ մեղքի կյանքը, մարդը տենում է այդ ապականված վիճակը, արթուն է լինում։ Եղբայրը տես օրինակ բերես, չէ, այս եղբայրը որ արթուն չլներ, ոտերը պիտի վազեր, պիտի բռնվեր այդ մեղքի մեջ։ Հիմա
քույրիկա, այդ կին արմատա, քույրիկ չի կներեք։ Հիմա կին արմատա, խելքը մի բան փչելա, աշկերի ցանկություն, ամբարտավանություն, եղբայրը, այնի Աստծո զավակա, սատանան գիտի ոնց բերի։ Հիմա հենց արթուն չելար, հենց չելար խշմտանքդ խանձված ելավ, բռնելու է, տանելու է տեղ։ Դրա համար Աստված օգնական լինի, որ մնանք Տիրոջ խոսքի մեջ, իրա պատվիրանի եւ լույսի մեջ, եւ Աստված կխրատի մեզի որպես թե որդիներու։ Եվ ասում է հիրավի ամեն խրատ նույնատեն ուրախարար չի թվիր, ապա տրտմարար, բայց յետքը արդարության խաղարար պտուղը կհատուցանե անով վարժվողներին։ Այո, ես Աստծո խոսքի խրատով վարժվեմ այսօր։ Թող այսօր, երբ որ մարդը վարժվում է, երբ որ այո տրտմարար է, խաղարարար պատուղը բերում է, մարդը ուրախության մեջ է, այս վայելքի մեջ է, էսի չի զատում, էսի չի հեռվացնում, թեև տրտմարար է սկզբարար, բայց իր պատուղը տալիս է իմ մեջ, այս կյանքը ձևավորվում է, այս ուրախությունը գալիս է, այս խաղությունը գալիս է, ու ես սրա մեջ կեցած եմ, ես ինձի դուր է գալ իմ հոգու ներքնաշխարհին հարազատ է, քուրեր եղբայրներ ջան, ու այսպես տանում է սրբության կյանքի, Տերը մեզի տանում է, այո, սրբությանը կանչե, այտենց չի, մենք ներսով ապականված ենք։ Հիմա մեզի ոնց որ սատանայի հետ այտենց հաղորդակցվանք, ապականեց, մերկացրեց, խայտարակեց, հիմա Քրիստոսով մեզի նոր կյանք է տրվում, որպեսզի հաղորդակցվենք, ապրենք իր հետ եւ նորից վերականգնվենք, մերժելով մեր հինը, քուրեր եղբայրներ ջան։ Եփեսացիս ուրեմն կարդամ, Եփեսացիս կարդում եմ 3:6-ից կարդամ, 3:6-ից ասում է որպեսզի հեթանոսները Քրիստոսով ժառանգակից ու մարմնակից եւ անոր խոստումին ասում է հաղորդ տլան ավետարանով։ Մենք հեթանոսներս ուրեմն հաղորդակից ավետարանին ասում է մենք մի մարդ եթե Հիսուս չունի ինքը կապ չունի ինչ կրոնի ինքը հեթանոս է Աստծո առաջ։ Հիմա մենք էլ եթե Հիսուս չունենք իմ մեր կյանքի մեջ, Ադամը եթե չունի, ուրեմն հեթանոս է։ Հիմա ասում է ավետարանով հաղորդակից եղակ ասում է, որուն ես Պողոս Արաքյալն ասում, սպասավոր եղա Աստծո շնորհքին պարգևին համեմատ, որ ինձի տրվեցավ իր զորության ներգործությունովը, ինձի որ բոլոր սուրբերուն ասում է, փոքրագույն եմ, այս շնորհքը տրվեցավ, հեթանոսներուն մեջ Քրիստոսի անքննելի ճոխությունը քարոզելու եւ ամենքը լուսավորելու, որպեսզի գիտնան, թե ինչ է այն խորհրդին տնօրինությունը, որ ասում է հավիտյանս ծածկված էր Աստծոքով, որ ամեն բան ստեղծեց։ Հիմա ասում է լուսավորվանք այդ ավետարանի խոսքով, Քրիստոս կյանքով լուսավորվավ, էսի փոխանցվել է այսօր ինձի քեզի քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այս ճոխությունը, այս գանձասա, այսօր ես եթե արժեքավորում եմ, գնահատում եմ, ես ամուր պետք է բռնեմ։ Եթե ես սա ամուր բռնում եմ, ես այդ խրատին էլ պետք է համբերեմ։ Եթե ես այդ խրատին համբերում եմ, ես որդիական այս բանը կատարվում է, Աստված վարվում է իմ հետ որպես որդի, քուրեր եղբայրներ ջան։ Էլ ես օտար չեմ, էլ ես օտար մի բան պատահած ինձի չի։ Ինչ որ կպատահի Աստված սիրողների համար ամեն բան բարի գործակից կլա։ Իմ կյանքի մեջ ինչ որ կպատահի, կանգնի հավատարիմ Տիրոջ առաջ, այսինքն հավատքդ պահի, մինչև որ Աստված քեզի դուրս կհանի տեղից։ Մինչև որ այդ խնդիրից կլինի հիվանդություն կլինի, չգիտեմ, ինչ հարց ուզում է լինի, քուրեր եղբայրներ ջան։ Այտենց մահվանսուկ մի լաց, Աստված քեզի ազատել է, փրկել է քեզի արդեն։ Դու այդ պահի խոսքը, ես այսօր պահեմ իմ սրտիս մեջ, իմ հոգուս մեջ, այդ խաղաղությունը կյանքը կգա քուրեր եղբայրներ ջան։ Այդ շինությունը, լեցունությունը կգա հաղորդակցվելով Քրիստոս կյանքի հետ։ Եվ այսօր Տերը ուզում է մենք, այո, իր հետ ապրենք, իր բաների վրա մտածենք, իրանով քայլենք, քուրեր եղբայրներ ջան, որ Սուրբ Հոգին Քրիստոս ձևակերպի մեր մեջ։ Եթե ես մտքիս մեջը աշխարհային զբաղմունքա, աշխարհասիրություն է, սրտիս մեջ աշխարհասիրություն է, իմ գործերով, իմ ամեն ինչով էլ դրա մեջ եմ։ Ինչի մասին է խոսքը, բա չեմ փոխվի։ Բա բան չի փոխվի իմ ներսս։ Դրա համար Աստված ուզում է, որ ինձի ազատի հանի այդտեղից։ Եվ այդ որ ասեցի այդ խոսքը Ձիթենի հաղորդայղանք չէ, կարդամ այդ մասը Հռոմեացիս ուրեմն 11-ի 17-ում է գրված։
11:17-ից կարդամ, ասում է, եթե, ասում է, այն ճյուղերեն մեկ քանիները կտրվեցան, դու որ վայրենի ձիթենի էիր, անոնց վրա, ասում է, պատվաստվեցար ու ձեթինեի արմատին եւ պարարտությանը հաղորդ եղար։ Հեթանոսները վայրի ձիթենու պես կտրված չէ պատկերացրա։ Հիմա դու ասում ես ձիթենի արմատին հաղորդ եղար։ Ձիթենի արմատը նորից եմ ասում, հասկացի, Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը։ Հիմա այս կյանքին հաղորդակցվելով, քուրեր եղբայրներ ջան, պատվաստվելով, նորից այո, ես պիտի պատխաբեր դառնամ։ Նորից պատխաբեր պիտի դառնամ, ոչ թե մեղքի պտուղ պիտի տամ։ Ես պիտի տամ այն պտուղները Սուրբ Հոգու, որ այսօր Սուրբ Հոգին եկել է զարդարելու ինձի եւ քեզի։ Եվ այդ խոսքը կատարվում է, ասում է տեսնեն ձեր բարի գործերը փարտան հայրը, որ երկնքում է։ Այսինքն ամբողջ այս ներսի մարդու հաղորդակցությունից ապրելով իր հետ, մարդը փոխվում է, այո, նոր կյանք է ձևավորվում այս մարդու մեջը։ Եվ մեկ համարել եմ կարդում եւ ավարտեմ, քուրեր եղբայրներ ջան։ Եփեսացիների, ուրեմն կարդում եմ Եփեսացիս 15:16-ն եմ կարդալու։ 15-րդ գլուխ 16 խոսքը։ Կներեք, Եփեսացիս 4:15-16-ը կներեք, Եփեսացիս 4-րդ գլուխ 15-16 խոսքերը։ Ասում է, ապա սիրով, ճշմարտության հետևելով, ամեն բան անով աճեցնենք, որ գլուխ է, այսինքն Քրիստոս, որ մե բոլոր մարմինը մեկտեղ կազմված եւ բոլոր հոդվածները իրարու հաղորդակցվելով կծված, ամեն մեկ մասին չափով ներգործելով, սիրով մարմնին աճում կուտա իրեն շինությանը համար։ Տիրոջ անունը փառավորվի։ Այո, եկեղեցին, այո, Քրիստոսը գլուխն է, սնվելով իրարու կծված, հաղորդակցված մարմնին լրում աճում կուտա։ Եթե այդ հաղորդակցությունը Քրիստոսից է, եթե այդ լեցունությունը Քրիստոսից է, իրարու հաղորդակցվելով, այո, հավատքը փոխանցվելու բան ունի։ Հավատքը լսելուց հիմա հնարավոր է, այսօր եկել եմ, կոտրված եմ, ինչ-որ ջարդված եմ, երբ որ խոսքը խոսվում է, հավատք է փոխանցվում։ Պողոս առաքյալն էլ ասում է, երբ որ եղբայրներին տեսավ, սիրտ առավ, քուրեր եղբայրներ ջան։ Հիմա այո, տենց է, իրարու կծված, հաղորդակցված, այնտեղ միտեղ էլ ասում է, պիտույքներին, այսինքն բանին հաղորդագից եղեք։ Ինչ որ մեկը կարիքի մեջ չա, ինչ որ մեկը հարցի մեջ է, կարամ դրան հաղորդ լնեմ։ Սա է եկեղեցու կառուցվածքը, սա է այս հաղորդակցությունը։ Եթե իմ սնուցանումը գլխից է, այո, իրարու հաղորդագից կլանք եւ սա լրում կտա, աճում կտա։ Այտենց չի լինի, որ ասեմ, չէ, դե չի լինում, ոչ մի բան չի լինում, հնարավոր չէ։ Մեկը հաղորդ լինի Քրիստոս կյանքին, Աստծո սիրուն հաղորդ լինի, Քրիստոսի շնորհքը չաշխատի այդ մարդի կյանքում, այտենց բան չկա։ Ոնց որ սա երկու իրավիճակ կա, ոնց որ նորից եմ ամփոփեմ եւ վերջացնեմ, ոնց որ Եդեմում սկսվավ այս հաղորդակցությունից, հրամցրեց աշկերի ցանկությունից, վերջը կերավ, մեղքի այս արդյունքը եղավ, նույնը քուրեր եղբայրներ ջան, սկսում է ստեղից, խոսքի կերակրվելուց, հաղորդակցվելուց Սուրբ Հոգու հետ, Հիսուսի հետ ժամանակ անցկացնելուց, մտածելուց վերին բաների վրայով, խորհելուց, այս տրվելուց այս ավետարանի կյանքին, իմ մեջս այո կփոխվի, իմ մեջս աճ կտեղի կունենա եւ իրարու նաեւ հաղորդակից կլանք, մարմնին աճում կտա եւ սա Աստծո ուզածն է իմ եւ քո կյանքի մեջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, եղբայրները շատ հետաքրքիր խոսում էին, թե Գևորգ եղբայրը, թե Մուրադ եղբայրը հետաքրքիր խոսում են հավատքի ընթացքի վրայով եւ այն պտուղները, որը հավատքը առաջացնում է մեր կյանքի մեջ։ Ժորժ ջան, սա իհարկե մարդու համար որպես փարոս, որպես նպատակ մեր աստվածապաշտության մեջ մենք ուզում ենք, որ հասնենք այդ որակներին։ Եվ Աստծո նպատակն էլ, որ մարդը ստեղծեց, նպատակը նա էր, որ իր որդու համար ստեղծի եկեղեցին։ Իսկ եկեղեցին նա է, որի մեջ կա Քրիստոս կյանքը։ Եթե Քրիստոս կյանքը չի հայտնվել մեր մեջ, եւ եղբայրները խոսում են, եթե մենք
այդ կյանքի հետ հաղորդչենք, որպեսզի այդ կյանքի որակը բարձրանա մեր մեջ, մենք եկեղեցի չենք։ Եկեղեցին նա է, որի մեջ կա Քրիստոս կյանքը, որովհետև Աստված այս նպատակի համար է ստեղծել։ Եվ Եդեմի պարտեզում էլ Աստված դրել էր կենաց ծառը, բարին ու չարը գիտենալու ծառը, եւ առաջարկում էր, չէ, որ կենաց ծառից ուտի մարդը։ Հա, երկինքն ու երկիրը վկա կբռնեմ ձեզի, որ կյանքը եւ մահը, օրհնությունը եւ անեծքը ձեր առջև դրի։ Հիմա Տերը առաջարկում է կյանքը ընտրի դու, որպեսի ապրես։ Այսօր քրիստոնեության մեջ, որ նայում ենք ամբողջ աշխարհով, շատ զգալի մասը, մեծամասնությունը մարդիկ ինչ են ուզում Տիրոջից։ Ուզում են, որպեսզի Աստված իրանց այս կյանքի մեջ օրհնի, տա հաջողություն, առողջություն, երկար տարիների կյանք, հնարավորություն, որ աշխարհը վայելեն։ Որտեղ մարդը դրան հավատում է, այդ է իր հավատքը։ Աստված ուղղակի պետք է, որ իրան օգնի, որ հասնի մարդը այդ հավատքին։ Եվ մա եղբայրներ քույրեր, եթե այս հիմքի վրա է մեր ընթացքը աստվածապաշտության, մենք ոչ մի պտուղ չենք կարող բերել։ Դրա համար մեզ պետք է կարևոր հենց առանցքային հարցի վրա կենտրոնանալ, որի հետևանքով առաջանում է բոլոր այդ որակները, գործերը, պտուղները մեր կյանքի մեջ։ Եթե ոչ, դա հնարավոր չի առաջանա։ Հիմա պատկերացրեք, մարդը հավատում է, որ եթե այս կյանքում ինքը աշխարհը կարողանա բոլոր ցանկություններով վայելի իր տեսանկյունից ինչ է ինքը պատկերացնում, դա իրան կյանք է տալու։ Մի հատ հարց տամ։ Դուք կամ լսած կարող լինեք, որ եղելա, որ քեզ վերջնից դժգոհելու արդեն տրտենջալու պահերին այսպեսի արտահայտություն ես ամբողջ կյանքս անցավ ու կյանք չտեսա։ Եղելա այդպես արտահայտություն, կյանք չտեսա մի հատ, ամբողջ կյանքս անցավ։ Հիմա դու ինչ ես ուզում տենաս, որը քո համար կյանքը ու դու չտեսար։ Հիմա 100 տարի լավրես, 200 տարի լավրես, այն ինչ որ դու ուզում էիր տենայիր ապրելով, որի մեջ կյանք ես ման գալի, միևնույնն է դու ամբողջ կյանքդ ապրեսել մի քանի անգամ երկրի վրա, էլի չես տենալու, որտեղ որ կյանք չկա այդ բանի մեջ, ինչ պետք է տենաս։ Հիմա պատկերացրա, խավարի մեջ լույս ես ման գալի, ինչքան էլ մանգած չես գտնելու։ Հիմա խավար է, ինչքան մանգած լույս կգտնես։ Եվ դրա համար մեր առանցքային խնդիրը սա է, մեր հավատքի լուծման, հարցերի լուծման, որ մենք շնորհքով փրկված ենք հավատքի ճանապարհով։ Աստված հավատքը դրել է որպես առանցք, որի շուրջ կառուցվում է մեր աստվածապաշտությունը։ Եթե ոչ, ուրիշ ճանապարհ չկա։ Եփեսացիս 2:8-ում ասում է. «Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով, եւ այս ոչ թե ձեզ մե է, հապա Աստծո պարգևն է, ոչ թե գործեր են, որ մեկը չպարծենա»։ Շնորհքով եք դուք փրկված։ Հիմա այս ինչքան լավ է, չէ՞, հնչում, որ շնորհքով մենք փրկված ենք։ Ինչ է տեղի ունենում մարդու մոտ, ինչ ծայրահեղության է հայտնվում, ինչ ծայրահեղության մեջ է հայտնվում մարդը, որը այսօր քարոզվում է աշխարհում շատ տեղեր։ Հիմա մարդիկ ինչ են քարոզում, ասում են Աստված մեզի փրկել է շնորհքով եւ էդի որպես պարգև, որպես նվեր տվել է մեզ։ Հիմա եթե Աստված մեզի նվեր է տվել փրկությունը, մենք ինչ էլ որ անենք փրկված ենք։ Լավ է, չէ՞։ Լավ չի տենց։ Կեր խմի քեֆարա, ապրի քո համար, քո ցանկություններով, մեկա փրկված ես։ Հիմա ասում եմ, եթե դու մեկի ծնունդի գնացիր նվեր տվիր, կարող է հետո որ խնդիրը ալնում, այդպես նվերը հետ ես ու տվել ես, էլի։ Հիմա եթե Աստված մեզի փրկությունը նվեր է տվել, ուրեմն այդ պարգևը մերն է,
մենք ինչը լանենք փրկված ենք, բայց Աստվածաշունչը չի ասում, որ շնորհքն է պարգև, ասում է հավատքն է մեզի պարգև տվե, որի միջոցով շնորհքի կատարած բոլոր այդ գործը հասանելի է դառնում մեզ։ Այս պարգևի միջոցով ենք մենք ձեռք բերում շնորհքի առատությունը։ Հիմա Աստծո շնորհքի մեջ տրված է այն ամեն ինչ, որ մեզի պետք է կյանքի աստվածապաշտության համար։ Ինչ է քեզ պետք։ Մեղքի ազատագրություն, հին մարդու ազատագրություն, սատանայի իշխանությունից ազատագրություն, մեղքերի թողություն, բժշկություն հոգու աշխարհում թե մարմնի, կենթանություն մեռելներից եւ աստվածային բնությանը հաղորդ լինել, սա դրված է Տիրոջ շնորհքի մեջ, այդ 6 կետերի մեջ, Քրիստոս զոհի մեջ, Աստծո խոսքի մեջ, Քրիստոսի այրան մեջ, վերքերի մեջ, հարության մեջ եւ Սուրբ Հոգու մեջ։ Այս 6 կետերի մեջ այդ առատությունը շնորհքի դրված է։ Եվ Պողոս առաքյալի կյանքում ինչքան որ Աստծո շնորհքը սկսում էր բացվել, նրա խորությունները սկսում էր բացվել, Պողոս առաքյալը սկսում էր Աստծո շնորհքը ներկայացնել իր ճանաչածի չափով եւ խոսում է նրա շնորհքի գերազանցությունը, նրա շնորհքի փառավորությունը, շնորհքի ճոխությունը, նրա շնորհքի մեծությունը, Պողոսին սա բացվում էր, եւ Պողոսը խոսում էր գերազանցության, մեծության, նրա ճոխության, փառավորության մասին։ Եվ ճիշտ նման Աստծո շնորհքը կոկոն վարդի։ Դուք վարդ տեսել եք, չէ՞, փակված կոկոն վիճակում։ Որ նայում ես արտաքինից ինչ ես տենում։ Կանաչ, չէ՞, կոկոն վարդ ես տենում։ Կանաչ է ինքը լրիվ ցողունով։ Բայց հիմա այդ կոկոն վարդի մեջ կա շատ հետաքրքիր գեղեցկություն, կա նրա մեծության չափը, նրա ճոխությունը, փառավորությունը, բայց դու դա չես տենում։ Հիմա երբ որ գաղափարով մենք խոսանք շնորհքի մասին, շնորհքի գաղափարը դու կունենաս, բայց իրական շնորհքի այդ որակները, որը մեր կյանքում գործ է կատարում, դու դա չես կարող քո գործնական կյանքի մեջ ճաշակես, դա կատարվում է հայտնության ճանապարհով։ Եվ մի փոքր պետք է խոսանք այդ ճանապարհի մասին։ Հայտնությունն է տեղի ունենում։ Եթե ոչ դու դա չես ճանաչում, դու ուղղակի գաղափարով գիտես եւ դա օգտագործում ես շարության ծածկոց։ Ինչ անում ես, ասում ես շնորհքի տակ եմ։ Եվ այնպեսի բաներ ենք անում, որը լրիվ անհավատ աշխարհում մարդիկ կան, բարոյապես մի քիչ դաստիարակված այդ բաները չեն անում։ Եվ շատ հավատացյալներ դա անում են եւ ասում են շնորհքի տակ ենք։ Այսօր մենք տեսնում ենք այդ քրիստոնեությունը, որը աղավաղված է։ Եվ այնպեսի ապականված բաները օրինականացվե այսօր քրիստոնեության մեջ, որ մարդը այդ բոլոր մեղքերը արդեն օրինականացնելով ասում որ Աստված դրան չի նայում։ Օրինականացվել է։ Եվ կարոզվում է, որ դրա վրա Աստված չի նայում, դա խնդրեմ չի։ Կարևորը սիրտը Աստծո հետ լինի։ Ժողովուրդ ջան, երբ որ Պողոս առաքյալին սա բացվում էր, Պողոսը գործնական էր արդեն տեսնում եւ դա գրում էր դրա խորության մասին շնորհքի։ Հիմա մեր կյանքի մեջ, երբ որ շնորհքը հայտնվում է, այդ շնորհքը գործ է կատարում։ Եթե շնորհքը գործ չի կատարում, օրինակ, այդպեսի համար ունեն գրված Թուղթ Տիտոսի 2-րդ գլուխ 11-12 համարները։ Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ, որ մեզ կխրատե, որ ամբարշտությունը ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ զգաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ։ Լսեք շնորհքի գործը։ Հիմա երբ որ հայտնվում է շնորհքը, ինչ գործ է կատարում։ Ամբարշտությունը խրատում է, որ ամբարշտությունը եւ աշխարհային ցանկությունները ուրանալ։ Այսի շնորհքի գործն է։ Բայց մենք էսի
հասկանում ենք այն ժամանակ, երբ որ մենք այդ շնորհքի կարիքն ենք զգում մեր կյանքի մեջ։ Հիմա օրինակ, առողջ մարդը բժշկի կարիք ունի, ժողովուրդ ջան, ոնց եք մտածում։ Օրինակ եղել է, որ նայես, ամառ տարիները անցավ, ահագին մեծ մարդ եմ դառել, մի անգամ վիրահատություն չեմ ունեցել։ Այդպես բժշկի ասես բժիշկ ջան, իմ սաղ հասակակիցներս ամեն մեկը մի հատ վիրահատություն ունեցել է, մի հատ էլ ինձի վիրահատություն արա։ Այդպես չեղել է այդպես բան։ Եվ առողջ ես, դու կարիք չունես բժշկի։ Հիմա մարդը քանի իր հիվանդությունը չի տեսել, մարդը կարիք չունի այն փրկարար շնորհքի, որի միջոցով մենք ազատագրվեցինք մեղքից, հին մարդուց եւ սատանայից։ Դա պետքա բացվի մարդու։ Եվ որ դեպքում է Աստծո եւ որ դեպքում է մարդը ճանաչում իր հիվանդությունը։ Դա Աստվածաշունչն է մեզ սովորացնում։ Բացում Աստվածաշունչը։ Օրինակ տեսեք, ինչ գործ է կատարում Աստծո խոսքը մարդու կյանքի մեջ, առաջի գործը։ Սերմնացանի առակի մեջ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 13-րդ գլխում։ Մի կարևոր գործ պիտի կատարվի։ Մատթեոս ավետարան 13-ի 19 եւ 23 համարները պիտի կարդամ։ Այն ամենը, որ թագավորության խոսքը կլսե ու միտք չի առնում, չարը կգա ու անոր սրտի մեջ ցանվածը կհափշտակե։ Ասիկա այն է, որ ճամփուկով ցանվեցավ։ Եվ 23 համարն ասում է. իսկ աղեք հողի մեջ ցանվածը այն է, որ երբ կլսե խոսքը միտք կառնե եւ պտուղ կտա, որը 100, որը 60, որը 30։ Ուրեմն առաջի հողը, որը ճանապարհի եզրին էր ցանված, ներկայացման նրանով, որ լսեց եւ միտք չառավ։ Իսկ աղեք հողը նա է, որը լսեց ու միտք առավ։ Այսինքն միտք առնելու դեպքում է, որ այդ հողը դառնում է աղեք հող։ Միտքը եթե առավ, աղեք հող, իսկ ինչ միտք պիտի առնենք մենք։ Որն է այդ միտքը, որ մենք պիտի առնենք։ Օրինակ, Եդեմի պարտեզում Եվան ինչի համար գնաց եւ կերավ այդ ծառի պտուղը։ Դա հետևանքն էր։ Այդ պտուղը ուտելը դա հետևանքն էր։ Որտեւ Եվան Եդեմի պարտեզում սատանայի խոսքից միտք առավ։ Ինչ միտք առավ։ Ասես, եթե դու ուտես այս ծառի պտուղի, դու չես մեռնի, այլ աստվածների պես կլինես, այսինքն քո փառքը, հեղինակությունը, անունը, այդ փառավորությունը, դա երջանկությունը եւ կյանքը։ Այ եթե դու լինես աստվածների պես, դու կյանք կունենաս։ Հիմա Եվան, որ հավատաց սատանայի ասած խոսքին, դրանից հետո չէ՞ կերավ այդ պտուղը։ Հիմա մարդը, երբ որ Աստծո խոսքը լսում է, Աստվածաշունչը մեզի ինչ է ասում, ինչ վկայություն է տալի, որը բոլոր դարերի մեջ այդ վկայությունը տվել։ Հին ուխտի սուրբերին էր այդ վկայությունը տվել։ Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր լուրջ աստվածապաշտ են դարձել, իրանց կյանքում կատարվել է այս հայտնությունը։ Առաջի թուղթ Հովանու 5-րդ գլուխ 10-11 համարներում Հովանես առաքյալը այսպես է գրում. Ան որ Աստծո որդուն կհավատա, վկայությունը իր մեջ ունի, ան որ Աստծո չի հավատար, ստա խոսքը նզանիկա, վասնզի չի հավատա այն վկայությանը, որ Աստված իր որդու համար վկայեց։ Եվ վկայությունը սա է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվեց, ու այս կյանքը անոր որդու մեջ է։ Տեսնում եք, Աստծո խոսքը մեզի մի բան է ասում, ասում Աստված մեզի հավիտենական կյանք է տալիս, եւ այդ կյանքը գտնվում է Հիսուս Քրիստոսի մեջ, ոչ թե միջոցով, այլ մեջ։ Օրինակ մարդիկ շատ անգամ ասում են, մենք հավիտենական կյանք ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա նշանակում է ինչ, որ Տեր Հիսուսը եկավ, ճանապարհ պատրաստեց, որ մենք հավիտյան ապրելու հնարավորություն ունենանք։ Ժողովուրդ ջան, մենք sense թե նենց հավիտյան պետք է ապրենք։
բայց կրակի լճի մեջ։ Այսինքն հավիտյան ապրելու մեջ կյանք չկա։ Աստված մեզի չի եկել խոստացե, որ եթե դու այս բաները անես, քեզի հնարավորություն կտամ հավիտյան ապրելու։ Հավիտյան ապրելը դի կյանք չունի իր մեջ։ Կյանքը գտնվում է Հիսուս Քրիստոսի մեջ եւ ասում է Աստված մեզի հավիտենական կյանք տվեց եւ այդ կյանքը իր որդու մեջ է գտնվում։ Այ մենք այդ միտքը պիտի առնենք, որ Հիսուսի մեջ է կյանքը, որ էլ այստեղ չտրճնջանք, ասենք, զախ կյանքներս ապրանք ու կյանք չտեսանք։ Ինչ է ուզում տենալ, դու ոչ ումանել չի տենալ, կյանքը Հիսուսն է։ Քո բոլոր երազածներին, որ հասնես, միևնույն է, նորից դատարկ ես մնալու, որովհետև կյանքը Հիսուսն է։ Երբ որ մարդը այս միտքը առնում է, դրանից հետո է, որ Աստծո խոսքին հնազանդվում է։ Հիմա ժողովուրդ ջան, որպես ժամանակի սուղության համար, ես որպես չափանիշ եմ ուզում նայենք, ոնց կարանք մենք մեր անձերը ստուգենք, ինչպես Պողոս առաքյալն էլ ասում է, փորձեցեք ձեր անձերը, արդյոք հավատքի մեջ եք։ Հիմա մենք ոնց կարանք մեր անձերը քննենք, մենք արդյոք հավատքի մեջ ենք, թե չէ։ Օրինակ, Եվան, որ կերավ է ծառի պտուղը, իր մեջ սկսեց պատերազմ առաջանալ։ Մեր բոլորի մեջ ծնված օրվանից այդ պատերազմը եղել է։ Մենք ինչ ենք պատերազում։ Պատերազում ենք, որպեսզի հասնենք մեր բոլոր ցանկություններին։ Հիմա դա կլինի խաբելու ճանապարհով, կլինի թալանելու ճանապարհով, կլինի սպանելու ճանապարհով, չգիտեմ ինչ ճանապարհ, որ կօգնի դու հասնես քո ցանկություններին, քո փառքին եւ հեղինակությանը, մարդը այդ բոլոր ճանապարհները փորձում է օգտագործի, պատերազմ առաջանում, պայքար։ Հիմա եթե մեր մեջ կատարվել է հավատքի փոփոխություն, մենք հակառակ ենք գնում արդեն այդ Ադամի հավատքին, ոչ թե պայքարում ենք անուն ունենալու համար, այլ պայքարում ենք, որպեսզի մենք ցածրանանք եւ մեր մեջ Քրիստոսը բարձրանա։ Օրինակ Հովհաննես Մկրտիչի նման մարդ երկրագնդի վրա կանանցից ծնվածների մեջ ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Ամենամեծ մարդն էր Հովհաննես Մկրտիչը կանանցից ծնվածների մեջ նզգրված է Աստվածաշնչում։ Եվ ասում է Հովհաննես Մկրտիչը երկրագնդի վրա կանանցից ծնվածների մեջ ամենաբարձր մարդն էր, բայց ինչ է ասում Հովհաննեսը, ասում է ես պիտի ցածրանամ եւ նա պիտի բարձրանա։ Հիմա ինչ պայքար է քո կյանքում գնում, սա չափանիշն է, դու հավատքը ընդունել ես, թե մերժել ես, թե հավատքի անունի տակ հիմա էլ քո փառքն ես էլի գողանում, ուզում առաջ տանես, քո ցանկություններն ես ուզում կատարես, Աստծուն էլ օգտագործում ես որպես հովանավոր, որտեղ էսի եմ ուզում, դու էլ ասել ես կտամ, դե դուր։ Մարդիկ կան այդ ձև են, ես լսել եմ իմ ականջներով, ոնց են քարոզում։ Սուրբ Հոգի մտի ես մարդու մեջ, ասել ես, խնդրեք պետք է տամ, մենք է խնդրում ենք, հիմա մտի։ Տեր դու ասել ես, որ այս բանը քեզի պիտի տամ։ Այն օրը մեկը մի հատ ինձ քարոզել ուղարկի, ասում է լնա ինչ է կատարում։ Հիմա նայում եմ, ասում է ես եկա մտա parking ավտոյով։ Հովիվներ, քարոզիչ էր, հովիվ էր, չիմացա, քարոզում է այցել։ Ասում է մտա եւ Սուրբ Հոգին ինձ ասեց, նայ դու ավտո ունես, ինչքան մարդ կա, որ ավտո չունի։ Հայաստանում էր դա կատարվում։ Ասում է դեպ գնա իմ ժողովրդին ասա, որ ձեր ավտոները գալիս են։ Ձեր ֆինանսները գալիս են, օրհնությունները գալիս են։ Միայն հավատացեք ու դավանեք ու բեմի վրա գժական բաներ են անում խայտարակ վիճակներով, վազում այսյան բանում, գալիս ասում է քո ավտոն, հասնում է տեղ, ամենալավն է լինելու քո ավտոն։ Այսինքն որ մեկին այնտեղ մի 20 հոգի ավտո չունեն ու 20-ի ավտոն ամենալավն է լինելու։ Բա որն է երկրորդը լինելու։ 29-ն էլ ամենալավն է լինելու։ Ես տարօրինակ բաներ, որ Աստված մեզի մենակ այս կյանքի համար է մարդկանց հավատքը։ Չէ, ես եմ ուզում, քո ֆինանսները գալիս են, փողերը հիմա գալիս են, շատանում են,
Սա է մարդը ուզում, եղբայրներ, քույրեր, եւ սա մեզի կյանք չի տալիս, սրա մեջ մարդը բավարարվածություն չունի։ Եվ երբ որ մեր պայքարը արդեն ոչ թե սա ունենալու համար, այլ մեր պայքարը գնում է մի նպատակով, որպեսզի Քրիստոս կյանքը բարձրանա ու մենք ցածրանանք, թեև մեր բոլոր ցանկությունները այս երկրի վրա չի կատարվի, բայց մի բան գիտենք, որ Քրիստոս կյանքի հետ հաղորդնելով մենք թեև մեռնենք, պիտի ապրենք։ Թեև մեր բոլոր խնդիրները չլուծվեն էլ, միևնույն է մենք կյանք ունենք հավիտենական, որը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Տեր օրհնի եղբայրներ, քույրեր, մենք այս հավատքով պիտի գանք Տիրոջ առաջ, մենք այս վկայությունը պիտի ընդունենք մեր սրտի մեջ։ Եվ դրանից հետո Աստծո խոսքի հնազանդություն է առաջանում։ Եվ այդ խոսքը, որ բացում է մեր վիճակը, դրա ինչքան բացվում է մեր վիճակը, այդքան բացվում է Տիրոջ շնորհքը։ Որտեղ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի եղավ շնորհքը։ Ինչքան դու ճանաչում ես մեղքը, այդքան ճանաչվում է Տիրոջ շնորհքը, սկսում է բացվել մեզ։ Տեր օրհնի։